Տեր Հիսուսի անունով ողջունում ենք ձեզ, սիրելի բարեկամներ։ Այսօրվա մեր նյութը մասնավոր նվիրված է գոհաբանության տոնին։ Ինչպես շատերդ գիտեք, մոտ 350 տարի առաջ, կոնկրետ 1620 թվականին 104 փյուրիտաններ, այսպես են կոչվում, այսինքն մաքրակրոններ, Եվրոպայից Mayflower նավով ճանապարհորդեցին դեպի Ամերիկայի ափերը եւ հասնելով Ամերիկա հենց առաջի օրից մեծ դժվարությունների եւ նեղությունների հանդիպեցին տարբեր տեսակի վտանգներ կար, այդ թվում նաեւ տեղաբնակ հնդկացիներից վտանգներ, սակայն Տիրոջ ողջունությամբ գոյատևեցին, թեև նրանցից շատերը մեռան, սակայն կարևոր մի հանգամանք կար, որ այդ մարդիկ իրենց ունեցած հավատքը, որ Աստծո վրա ունեին, չկորցրեցին, դեռ ավելին իրենց գտնված վիճակի մեջ գոհաբանություն մատուցանեցին Աստծուն, նաև եկեղեցի կառուցելով եւ իրենց գոհաբանության խոսքը եւ գոհաբանությունը երկրպագությամբ բերեցին այդ եկեղեցու մեջ, այդպես հիմքը դրվեց նաև գոհաբանության տոնին, որ հաջորդ տարի նրանք կատարեցին Տիրոջը փառաբանելով, գովաբանելով իրենց տված կերակուրի եւ ամեն բանի համար։ Այո։ Այսօր մենք պիտի խոսենք այս նյութի մասին, թե արդյոք մենք մեր գտնված վիճակի մեջ գոհաբանություն Աստծո մատուցանում ենք, թե ոչ։ Այս երկրի մեջ այս տոնը կարևոր տոններից մեկն է եւ մեծ խանդավառությամբ նշվում է, սակայն քչերն են, որ ճշմարտապես իրենց գոհաբանությունը Աստծուն են մատուցանում։ Շատերի համար այդ գոհաբանությունը ուղղված է հնդկահավին կամ ուրիշ մի որևէ բանի, բայց ոչ Աստծո։ Սակայն այս երկիրը երբ հիմնադրվեց եւ այս տոնը մտցվեց իբրև շատ կարևոր տոներից մեկը, այն միջև այսօր հասավ, թեև իր իմաստը ինչ որ չափով փոխեց, այնուամենայնիվ կան շատեր, որոնք ճանաչում են Աստծուն եւ գիտեն, որ այս ինչ որ կատարվում է միմիայն Տիրոջ փառքի համար պիտի լինի։ Այո։ Իրականության մեջ շնորհակալության դոն գսենք եւ կամ քոփանության դոն, բայց չադեր չեն գիտեր թե որու շնորհակալություն պիտի հայտնեն եւ ինչու։ Այս օրը կսպասեն, որովհետեւ մեկ կամ երկու օր կորձի չերտան հանգիստնեն ընտանիքին հետ անցնեն։ Սակայն այս օրը, երբ որ առաջին փրոթները սկսան հիշադակել, անոնց մտքին, սրդին, հոգին մեջ նպատակը Աստծո փառք տալ էր, Աստծո շնորհակալություն հայտնել էր։ Վերջերս Թբրոստենեմ մեկում մեջ ուսուցչուին հարցուցած է աշակերտներուն, թե Thanksgiving-ը, փառաբանության շնորհակալության օրը, որու շնորհակալություն կհայտնենք եւ ինչու, եւ գսվի թե աշակերտներեն մեծամասնությունը չգիտած թե որու է եւ ինչու է։ Հուսամ մենք գիտենք նշանակությունը, թե մենք շնորհակալություն կհայտնենք Աստծո, Հոր, Որդու եւ Սուրբ Հոգուին, մենք քահանագություն կհայտնենք Աստծո իր մեզի ըրած բարիքներուն համար։ Իրականության մեջ անցյալ գիրագի օրվա մեր եկեղեցու նյութը ասեր, թե երբ ինչպես կողոնակ պետք է լանք, արդյոք երբ որ հարուստ ենք, առատտրամունին կրնանք միայն շնորհակալություն հայտնել, երբ որ միայն առողջ ենք շնորհակալություն կրնանք հայտնել, երբ որ ամեն բան մեր ուզածին պես կերտա, դժվարություն չկա, խոչընդոտ չկա, այնադեմ փառք պիտանք։ Ոչ։ Ինչպես լսեցինք մի քանի վայրկյան առաջ, այդ առաջին ամերիկացիները, որ անգլիայեն պյուրիտանները եկան, անոնք շատ մեծ նեղություններով հանդիպեցան։ Անոնք հասան Ամերիկայի ափերը 1620-ի նոյեմբերին եւ մինչեւ հաջորդ ապրիլը, մինչեւ ապրիլ 1621-ին իրենց մեկ եսեն ավելի մեռած էր եւ ապրիլին էր նավաբեդը, որ զիրենք փերավ Mayflower-ի բեդը
դեսներով այդ բոլոր ճշմարտությունները որոշեց յետանքլիա երթալ եւ գոչ կարդաց իր հետ եկողներուն անոնց որ մնացել են եկեք յետ երթանք անոն կսին մենք ազատորեն հանկիստ խժմտանքով ազատ սրտով զաստված բաշտելու համար ոսերենք մենք յետ չենք երթար նավաբեդը նավ առնելով յետ քնած անոնք հոմ մնացին ապրել են մինչև նոյեմբեր Աստված անոնց աշխատանքը անչափորտնեց անոնց փերքը անչափշացուց որ նոյեմբերին անոնք իրենց բոլոր դագավին ուդրեցած նեղության ցավին վիշտին սուքին մեջ Աստծո իրենց տված փերքով ուրախանալով փառք տվին Աստծո թեւե դագավին նեղության մեջ էին չնայեցան իրենց նեղության չնայեցան իրենց դժբախտության բայց Աստծո բարիքները հիշեցին դու միտքդ բեր Աստված քեզի ինչ բարիքներ հրած է գնալ ամեն ուզած քեզի չէ դված եւ լավ որ չէ դված սակայն քեզի շնորհածներուն համար Աստծո տուն արդյոք գոյություն գմադության ես գայրավոր հարցում մնա ադիգա այո հենց ամենակարևոր հանգամանքը որ Աստված մեզ կյանք է տվել այս կյանքի համար Աստծուն ենք պարտական այո Չհաշված այն ամեն օրհնությունները, որ Աստված առատությամբ տալիս է մարդուն։ Դավիթ 150 սաղմոսներ գրեց, որոնք ամեն մեկը մի գոհաբանություն են, մի շնորհակալություն են բարձրացված առ Աստված, եւ Պսալմոս հունարենից թարգմանությամբ նշանակում է գոհաբանություն եւ շնորհակալություն։ Ահավասիկ 1-2-ը ես կարդամ եւ բազմաթիվ ու տասնյակ համարներ կան, որ գտնում եք սաղմոսների մեջ, օրինակ, սաղմոս 69:30-ը, Աստծո անունը պիտի գովեմ երգով, ու պիտի բարձրացնեմ նրան գովությունով, սաղմոս 119, կես գիշերին կելեմ քեզ գովություն մատուցանելու, քո արդար դատաստաններիդ համար, սակայն մարդ արարածը իր սրտի մեջ գոհունակ չէ, հաճախ են տրտունջները, մարդը միշտ տրտնջացող է, իր վիճակի մեջ բավարարվող չէ, ձգտում է ավելին, ունեցածից նորից ավելին, եւ Եսայի մարգարեն ինչ է գրում, տրտնջացողները իմաստություն պիտի սովորեն, նրանք ովքեր որ կտրտնջան, իմաստություն պիտի սովորեն, ինչի համար, որպեսզի իմանան, թե գոհություն է պետք տալ ամենակալ Տեր Աստծուն, Երբ որ սիր իրենց վիճակից կողչեն, Բոս արակյալ Փիլիպեցերուն քրած նամակի մեջ կսե, ես սորվեցա կոհ լալ իմ կդնված վիճակից մեջ։ Բոս արակյալ այս խոսքերը ուրգե գկրե, երբ որ գսե ես սորվեցա կոհ լալ, փանդեն գկրե։ Բոս արակյալ հանկից կյանք չաբրեցավ, Բոս արակյալ իր կյանքը բալադներու մեջ չանցուց, հանգստավետ բազմոսներում է չանցուց, հաբա գտվե, ինչ ձեձեր, ինչ նավափերգություններ, ինչ նեղություններ, ինչ դժվարություններ, եկեղեցիեն ներս, եկեղեցիեն դուրս, հավատացյալներու հետ, անհավատներու հետ, բեդություններու հետ, մարդոց հետ, ինչ նեղություններ հանդիպեցավ, անգեզად մինչև իսկ իր մարդի մեջ խայթոց ուներ, ցավ ուներ, ճիշտ չենք դեր այդ ցավը ինչ է, գսե Աստծո աղոթեցի, որ այդ ցավը ինձ մե վերջինե, դեր ինձ իսավ իմ շնորհքս հերիք է քեզի։ Նայեցեք, Բոս արակյալ գսե ես սորվեցա, արդյոք մենք այդ տասը սորվեր ենք, սորվեցա իմ վիճակես քո լալ, կյանքի ամենամեծ օրհնությունը քո լալն է, Աստծո քոհանագություն հայտնել է, Աստծո սելտ է, ով դեր, շնորհակալ եմ քեզ մե, իմ վիճակս, իմ գացությունս որ չափալ դժվար է, ես քո եմ քեզ մե։ Եվ գիտեք այս օրերուն, երբ այս երգիրը ամերիկան գիշադագի այս դարվա քոհանագության Thanksgiving-ի շնորհակալության օրը միտքերնից բերենք միայն երկու կեսամիս առաջ սեպտեմբեր 11-ին այս երգիրը իր բադմության դեղվին վրա երկրի մեջ ունեցավ իր ամենամեծ աղետը
երկրեն դուրս բادرազմի ժամանակ ունեցած էր աղետներ, բայց երկրի մեջ այս չափ մեծ աղետը չեր ունեցած 6000 հոգին ավելի մարդիկ երկու շենքերու մեջ մերան Նյու Յորքի մեջ Վաշինգտոնի մեջ մերան շատերուն թիագները գտնվեցան մինչև այսօր հայրավոր մարդիկ կան որոնց թիագները դագավին հոյնդագն են եւ ամերիկացին արդյոք իրավունք չունի հարցնելու ինչպես շնորհակալություն հայտնեմ ինչպես կողլամ աստծո մե երբ որ ես այսպիսի մեծ աղետ ունեցա եւ այդ գարձեք չեր փավեր 10 օր առաջ ամսուն 12-ին այդ օթանավը որ ինգավ American Airlines-ի գսվի թե այդ երկու շենքերուն մեջ որ Նյու Յորք մերան ադոնց մեջի հրշեշի բաշտոնյաները ֆայրմեններեն 90 հոգի գաբրեին այդ թաղամասի մեջ ուր օթանավի ինգավ երևակայեցեք թաղամասը ուր 90-ն 100 զոհ դվերը եւ հոն օթանավ մգինա 165 հոգի օթանավի մեջ կմերնի քեդնի վրա 8-10 հոգի կմերնի եւ մարդոց սելվոր Thanksgiving է Քոապանության օր է գրնանք արդյոք գարելի մարդկային երբով բոս արակյալ գսե ես սորվեցա կողլալ այդ է կարևոր գետը Սուդանի հարավում քրիստոնյաներ են բնակվում բայց Սուդանի հյուսիսում որտեղ նաև մայրաքաղաք Խարտումն է այդտեղ կառավարությունը իսլամական կառավարություն է եւ քանի որ իսլամները միշտ էլ ջանում են քրիստոնյաներին ճնշել հարավում ապրող քրիստոնյաները ապրում են կիսամերկ վիճակում կիսաքաղց վիճակում հաճախակի իրենց վրա տեղում են ռումբեր վերևից նետված զոհեր են տալիս սակայն այս վիճակի մեջ իրենք իրենց հավատքից չեն պակսում դեռ ավելին սուրբ գիրքը եւ խաչ իրենց ձեռքը ուղևորվում են դեպի այն վրանը եկեղեցի չունեն կամ այն հյուղակը որի մեջ Աստված են պաշտում եւ գոհունակ սիրտ ունեն ինչի համար որովհետեւ իրենք տեսանելի բաներին չի որ նայում են այլ անտեսանելիներին որովհետեւ տեսանելի բաները ժամանակավոր են բայց անտեսանելիները հավիտենական ինչպես գրում է առաքյալը եւ նեղությունները տարապանքները չարչարանքները առաքյալ ասում է 10 օր են պիտի անցնեն եւ պատահած բաները ոչինչ են գալիք փառքի դիմաց այո Աստծո խոսքի մեջ օրինակներ շատ ունենք մարդոց վրա որ իրենց վիճակեն կոհեին այո ցավերու մեջ էին այո վիշտերու մեջ էին բայց քանքած չունեին արեք հոպը ինչ նեղություններու մեջ էր ինչ դժվարություններու մեջ էր զավակները գործունցուց նյութականը գործունցուց առողջությունը գործունցուց հոպ երկրի վրա ուրախանալիք փամ չուներ մինչև իսկ իր գինը երբ որ հոպ նստած գդորմը խեչակար ցերկը իր մարմինը գքերեր այդ չափքեշ վիճակի մեջ գինը իսկ իրեն գսե Աստծո հայույե մերիր հերիք է ինչ է այս կու վիճակը դագավին Աստծո փառք կուդաս գնգան ինչ գսե թուն ամմիդի նման գխոսիս այս իմ Աստվածս եթե զիս սպաննյալ մորցնյալ այս իմ մորտս պդերեն վերջ իսկ ես իմ աչքերովս բիդեսնեմ Աստված ինչպես գրնանք մեր բոլոր նեղություններու մեջ կոհլալ ինչ է բաժարը բաժարը մեր մեջ ունեցած հույսն է այո եւ ադոր համար առաքյալը գսե բادرաստ եղեք բադասխան դալու անոր որ ցեզի կհարցնե ցեր հույսի մասին ասիկա Պետրոս գսեր նայեցեք Պետրոս իր քրած առաջին նամակին երրորդ գլխուն 15-րդ համարի մեջ գսե բادرաստ եղեք բադասխան դալու հոպ
Պետրոսի քրածը գարտացած չէր։ Հոպի ժամանակ Պետրոս գոյություն չուներ, ոչ ալ տատուղթը կրված էր։ Բայց Սուրբ Հոգին, որ Պետրոսի քրել դվավ, այդ նույն հոգին հոպի ասել դվավ, որ անիգա անմահ հույս ուներ։ Իր հույսը, իր վստահությունը, իր քոհությունը, իր ուրախությունը, իր սրդի փառապանությունը ունեցած 10 զավակներուն համար չէր, ունեցած ուղդերուն, եզերուն, հարստությանը համար չէր, ունեցած դանը եւ փառքին համար չէր, հաբա անոր ուրախությունը դերն էր։ Աստծո վրա վստահություն ուներ։ Եվ ալորսավ համարսավ, եթե զիս մերցնեալ անկլերեն փանը սնեյփարը գործածի, այսին եթե զիս մորթեալ այդ հայրը, այդ Աստվածը, եթե զիս մորթեալ, ես տագավին անոր բիդի հուսամ, եւ այդ է Պետրոսի ասած պատասխանը քու ցավուտ մեջ, քու վիշտիդ մեջ, քու նեղությանդ մեջ, քու հերիր, եւ եթե մեկը քեզի հարցնե թե ինչպես կրնաս քո հլալ, եթե Աստծո վրա վստահություն ունիս, հույս ունիս ալ Աստծո վրա, բիցես իմ հույսս Աստծո վրա է, իմ վստահությունս Աստծո է, անիգա զիս բիդի չլքե, անիգա զիս բիդի չծկե, եւ ասիգա ուրգե գարնենք, մենք չենք հնարեր, հաբա դեր Հիսուսին կզավ, ավասիգ ես ամեն օր ցեզի հետ եմ, այդ ամեն օրի մեջ գա այն օրը որ ուրախ ես, գա այն օրը որ դրդում ես, գա այն օրը որ ավոր շահեցար, քոհես, գա այն օրը որ գամ այդ բոլոր շապատը որ փամ չշահեցար, քրբանդ բարավ է, դխուր ես, գա այն օրը որ առողջ ես, գա այն օրը որ հիվանդանոցին թռներուն արջև ես։ Դեր Հիսուս կսե, ես ցեզի հետ եմ, անշուշտայցեք, այս ասածս Աստծո զավակին համար է։ Աստծո զավակն է, որ այս հույսը իր փրկչին Դեր Հիսուս Քրիստոսի վրա ունի, որ ադով ուրախանա, իր հույսը անոր վրատն է։ Եթե դու Աստծո զավակ չես, արդեն փառք տալիք բան չունիս, քանի որ մեղքիդ մեջ ես։ Առաջին բանը որ գրնաս անել, մեղքերդ ազատվիլ եւ Աստծո փառք տալ, որ քու մեղքերդ քեզի ներեց։ Եվ անգևերջ հույսը իր վրա տնել, քոհոնակ սրդով շնորհակալություն հայտնել Աստծո քեզի իրած փառքներուն համար։ Սքանչելի է իրապես, եւ ինչի պիտի գոհնակ սիրտ ունենանք։ Օրինակ Կողոսացիս առաջի գլխի 12-րդ համարի մեջ առաքյալը գրում է. Գոհանակ Աստծուց, որ լույսի մեջ բնակող սուրբերի վիճակին մեզ մասնակից անելուն արժանացրեց, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից եւ իր սիրելի որդու թագավորությունը փոխադրեց։ Սրանից սքանչելի գործ կարծում եմ որ չկա։ Ազատեց խավարի իշխանությունից, սատանայի կապանքներից ազատեց եւ իր որդու թագավորությունը փոխադրեց։ Հավատքով այդ թագավորության մեջ փոխադրված են բոլոր նրանք, ովքեր որ իրենց սիրտը Տեր Հիսուսին են տվել եւ իբրև անձնական փրկիչ են ընդունել։ Այո։ Իրենց հավիտենականությունը ապահովված է։ Աստված իր անսուտն շրթունքներով այս ապահովությունը տալիս է։ Բայց իրապես եթե մեկը Աստված չի ճանաչում, ում պիտի գոյություն մատուցանի։ Թերևս իր սեղանակիցներին կամ հնդկահավին։ Այո։ Բայց եթե մենք ճանաչում ենք երկինք ու երկիր ստեղծող կենդանի Աստծուն, որ հավիտյանը սորտնյալ է, մեր փառաբանության աղոթքը պիտի բարձրացնենք, ինչպես Դավիթ էլ ասում է, որ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով շարունակ ամեն ատեն գոհություն տվեք Տիրոջը։ Եվ այդ գոհությունը մենք պիտի տանք միմիայն Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Այո։ Որովհետև Աստծո եւ մարդու միջև միակ բարեխոսը, միակ միջնորդը Հիսուսն է, որի ձեռքով մենք կարող ենք այդ գոհությունները բարձրացնել Տիրոջը։ Անշուշտ։ Եվ նայեցեք, Աստծո գոհություն հայտնելը դարին մեկ օր չէ։ Պիտի չսպասենք ամեն դարվա նոյեմբերի 5 շաբթին, որ մենք գոհություն մատուցանենք։ Ամեն օր Այո։ Աստծո գոհություն մատուցանելու ենք, շնորհակալություն մատուցելու ենք Աստծո մեզ իրաց փառքներուն համար, ուդելու, խմելու, շարժելու, մեր աչքերը փանալու, մեր դեղեն ելնելու գարողության համար գոհություն մատուցանենք Աստծո։ Առաջին մնացորդած
16-րդ գլխուն 34-րդ համարը գսե քոացեք դերոճմեն վասնզի բարի է վասնզի անոր ворմությունը հավիդյան է Աստված ամեն փարության ագնոախբյուրն է մարդիկ կան որ ադեմը բարի գլան օրնալուկա չարություն մգնեն կամ չար գլան կփոխվին բարի գլան Սակայն Աստծո մեջ չարության նշույլը չկա ամեն չարության ագն ու աղբյուրը սատանան է եւ երբ որ երբեմն խորինք թե հավատացյալին Աստծո զավակին մեգում բադահած մեկ բանը չար է ադիգա մեր աչքերով է ադոր Աստծո աչքով նայել պետք է քանի որ արաքյալը գսե Աստված ամեն բաները բարիի կորձագից կնե անոր որզին կսիրեն երբ որ քովանագության մասին խոսենք միշտ միտքս կուքա եւ մեր եկեղեցի մեջ շատ անգամ բադմերեմ երդասարտիմը բադմությունը որ ես երբ բադանի էի հելապ քաղաքի մեջ զինք ջանցա քանի որ մեր եկեղեցին հետ գաբ ուներ նուրի անունով երդասարտ մներ նշանավոր ֆուտբոլիստը ֆուտբոլ գխաղար Եվ իրենց խմբին խմբաբեդներ եւ ամեն խաղի մեջ 1-2-3 հատ գոլ գներ վերջին անգամ որ ինք հաղթեր էր շատ մեծ հաղթություն դարածեր եւ 1-0 իրենք հաղթած էին շատ մեծ խմբի մը Զինքը ուսերու վրա թաշտեն մինչև դուն փերած են եւ երբ որ դու եկած է ամարը քրտնած քեդին նստած է Շատ հավատացալ մայր մուներ որ գջանչնայի Սերը դղաս Աստծո փառք դուր Աստված քեզի օգնեց որ այս համբավ ունենաս Սերը մամա Աստված ով է Աստված ինչ է Աստված ինչ կրնա անել Գսե դա ասադանք մի խոսիր Աստված քեզ գզարնե Գրնա լալ որ Աստված քեզ հիմա բաջի այստեղ հետ վերջելես Գան է թող զարնեզիս Եվ գիտեք Այդ երդասարտը նստած դեղեն վերջե գրծածելել Այդ օրը անիգա ռոմատիզմով զարնված է Հիվանդություն իրարու դեդև Կորձողություն իրարու դեդև Մինչև որ ես լավ գիշեմ Այս երդասարտը դախտագի բես կբարգեր Վիզը չեր շարժեր Ոտքերը չէին շարժեր Միայն ցերկերը Մադները և վարի գզագը կշարժեր Եվ այս երդասարտը այդ վիճակի մեջ դերը կդավ Աբաշխարեց Քովը գերտայինք Գսեինք նուրի եղբայր ինչպես ես Գսեր Քոյություն Աստծո Ցավերը շատ են Գսեինք իրեն Եթե այսօր մեկը կա Քեզի ըսե Որ քեզ գպժիշկենք Միան դերը բիցը քեզ Բիդուրանաս Քրիստոսի զավակ բիդի չլաս Գսեր գնախնդրեմ այս գանքը Դախտագի բես բարգիլը Եվ Քրիստոսի հետ լալը Քանի որ գսեր Դերոջ հետ հարաբերությունը ժամանակավոր չէ Հավիդյան է Այս երդասարտը Աբրեցավ այդ վճակի մեջ 40 տարի Հասավ դեղմը որ այս կզագը չորցավ Չէին գրնար զինք կրագրել Ստիպված արջևի ագրաները քաշեցին Որբեսի փոքր թքալով հերուկ դան փերնի մեջ Եվ այս երդասարտը Այդպես տարաբելով մերավ Քովը գերտային Աստծո փառք ուդար Քո հեմին վիճակ ես սկսեր Ինչպես կրնա մեկ այդ վիճակի մեջ քո հլալ Գսեր իմ դերս բարի է Իմ դերս ինչ որ քիչ առաջ դու քսիկ որ մեր ժամանակավոր գարջ նեղությունը քալիկ փառքին հետ փախտadbank ոչինչ է Արդյոք Թուն հիմա Երբ գլսես այս խոսքերը գրնաս սրդեդ խորունգ շնորհակալություն մայրնել Աստծո Փառք ես դելսել շնորհակալ եմ ով դեր Քոհանակ սրդով քեզի փառք կուտամ Թող դերը քեզի ադիգա սորվեցնե ինչպես Բողոս Արաքյալը սորված էր Հենց ձեր ասացի վրա Պողոս Արաքյալի այդ կրած նեղությունները կարդան որ մեր հերոստատիտողները լսեն Այո Այս ամեն բաները իր կյանքի մեջ ունենալուց հետո ինչպես գոհնակ սրտով անգամ բանտի միջից
նամակներ գրեց, մի քանի նամակներ, որով ինքը մխիթարվելու պետքություններ, սակայն եկեղեցիների հավատացյալներին էր մխիթարում այն մեծ գոհունակությամբ, որ ինքը ուներ առ Աստված։ Երկրորդ Կորինթացիս 11-րդ գլխի մեջ է գրված 25 համարից. 3 անգամ ձաղկով ծեծվեցա, 1 անգամ քարկոծվեցա։ Այս այն էր, որ կարծեցին, որ մեռավ, թողեցին, բայց քաշեցին զինք ցույց քաղաքեն ներեցին։ 3 անգամ նավաբեկության հանդիպեցա, գիշերն ու ցորեկը ծովուն ջրին վրա մնացի, շատ անգամ ճամփորդությունների մեջ չարչարվեցա, գետեր են վտանգներ, ավազակներ են վտանգներ, իմ ազգես վտանգներ, հեթանոսներ են վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անապատի մեջ վտանգներ, ծովու վրա վտանգներ, սուտ եղբայրներու մեջ վտանգներ կրեցի, ջանքի ու աշխատանքի մեջ, շատ անգամ անքուն գիշերներու, անօթության ու ծարավի մեջ, շատ անգամ ծոմ կենալու մեջ, ցուրտի ու մերկության մեջ էի, մոռնանք արտաքին նեղությունները։ Եվ ապա գրում է ներքին նեղությունների մասին, որ բավական երկար է, սակայն ինքը մի բան շատ վստահ գիտեր, որ այս ամենը իրապես բարի գործակից պիտի լինեն եւ Աստված մեծ վարձք պիտի տա երկինքը իրեն այս ունեցած այս բաների համար, որտեղ ինքը տեսանելի բաներին չէր նայում, այլ հավիտենականին։ Ինչպես այդ Նուրի եղբոր մասին, ինչպես խոսեցիք, ինքը վստահ գիտեր, որ այս երկրի վրա մնայուն քաղաք մը չունի, այսինքն պիտի գնա միտեղ, որ հավիտյան պիտի մնա եւ այս եղած բաները ժամանակավոր են, պիտի անցնեն։ Անշուշտ, քանի որ մենք մինչև իսկ եթե կող չլանք կանգադնենք, ըսեք ինձի, որ մեկը Աստծո կանգադրերեք եւ օգտվերեք։ Ոյ մեկս։ Շատ անգամ կկանգադենք, օգուտը ինչ է։ Միթե կանգադելով Աստված ավելի կնսե մեզ։ Ոչ։ Այդ բոսարակյալը որ գսե թե ես սորվեցա եմ վիճակես կողլալ, անգի առաջ տեսեք ինչ գսե, Փիլիպպեցիս 4-րդ գլխում մեջ, գսե, «Փանի համար հոգ մի ընեք, հաբա ամեն փանի մեջ աղոթքով, աղաչանցով, կոհությունով մեկտեղ ծեր խնդրվածքը Աստծո հայտնին լա։ Գիտեք, մենք կխորինք թե աղոթելը միայն ուզել է Աստծո։ Միայն ուզել։ Աղոթքի գենանք Աստծո առջև, ով դեր դուր, ով դեր ըրե, ով դեր բադասխանե, այսրե, այնրե, ցանգը երկար է։ Արաքյալը գսե, ծեր խնդրվածները, ինչ որ բիդուզեք, կողությունով խնդրեցեք, ոչ թե հոգնելով, փանի համար հոգմիներ, ինչ որ չունիս ադոնամար հոգմիներ, ունեցածիդ համար կող եղիր, մեր թշպախտություն երբեմն այդ է, չունեցածով ավելի կդխրինք, քան թե ունեցածով ուրախանալ, միշտ է դեր ու գուզե, որ մեր ունացածով ուրախանանք, կողլանք, և կողությունով մեկդեղ դերոչ մե խնդրենք, այո պետք էր ունիս, ով պետք չունի, արդյոք այս կյանքի մեջ օր բիդիկա, որ մեկը պետք չունենա, քորիստը հարուստը պետք չունի, կնա ամենամեծ հարուստին հետ խոսե, դես թե ինչ պետք էր ունի, գրնալալ ամենամեծ պետքը սրդի խաղաղությունն է, գրնալալ ամենամեծ պետքը ընտանեկան խաղաղություն է, գրնալալ ամենամեծ պետքը մխիթարություն է, ով պետք էր չունի, ով գարիքներ չունի, ամենս ունենք, բայց այդ գարիքները մեզ պետք չէ թմրեցնեն, պետք չէ դրդնչով լեցնեն, պետք չէ քանքադով լեցնեն, պետք չէ Աստված ուր է իրսեն, հաբա այդ գարիքները, որ Աստծո պիտի ներկայացնենք, քոությունով, շնորհակալությունով, երախտագիտությունով, փառապանջունով, երբ որ Աստծո դանենք, Աստվածալ ինք մեզի գուդա եւ կպատասխանե, ինչ որ իր մենք ուզենք իր կամքին համաձայն։ Այո։ Թերևս ոմանք կարող են հարցնել, լավ, Աստծուն ինչի համար փառք պիտի տանք, որ բաների համար։ Եվ այստեղ պիտի ասենք, որ այն մեծ փրկagorցյան համար, որ Աստված փոշից թեթև իր առջև եղող մարդու համար փրկagorցություն կատարեց, իր միածին որդուն աշխարհ ուղարկեց, որի մեջ աստվածության ամբողջ լեցունությունը կար, սակայն Հիսուս մեր սիրելի փրկիչը
ծառայի կերպարանք առավ, իր անձը ունայնացրեց այն աստվածությունից, որի մեջ կար, խոնարեց, անչափ խոնարեց, միջև խաչի մահվան խոնարեց, Հայրը Աստված էլ նրան բարձրացրեց եւ այնպիսի մի անուն տվեց, որ ամեն անունից բարձր է։ Հիսուս ամեն մարդու համար, երկնքի վրա ծնունդ ունեցող ամեն մարդու համար իր արյունը թափեց, որպեսզի ով որ հավատա, հավիտենական կյանք ունենա։ Այո։ Դրվեց գերեզմանը։ Սակայն փառք ամենակալ մեր Աստծուն, որ Հիսուս մեռելներից հարություն առավ եւ կենթանի է հավիտյանս հավիտենից եւ այդ սքանչելի հույսը բերեց։ Այո։ Հավիտենական կյանքի հույսը, ահա ինչի համար է, որ Աստծուց պիտի գոհանանք։ Ոչ միայն մեր կենցաղի մեջ մեզ օրհնելով եւ առատությամբ տալով, ոչ միայն մեզ առողջություն ապարգևելով, ոչ միայն լավ բաներ տալով, այլ որ Աստված մեզ հավիտենական կյանք է շնորհել։ Աստծո մարդուն ամենամեծ բարգևը Հիսուս Քրիստոսի փերած փրկությունն է։ Այո։ Արաքյալը գսե քոհություն Աստծո իր ամբադում բարգևին համար։ Բարգև նվերսել է։ Աստծո եթե մարդ արարածը շունագություն հայտնելու բաժարմություն ունի, եթե միայն Հիսուսի համար Աստծո փառք տանք գփավե։ Ասել փառք ես դեր Աստված իմ, որ Հիսուսը աշխարհ ղրգեցիր։ Անի քալով մեզի հայրը ջամցուց։ Հիսուս ըսա Փիլիպոսի ամոր զիս տեսած է, հայրը տեսած է։ Հիսուս աշխարհ կալով մեզի երկինքի ջամփան ցուցուց։ Ըսավ ես եմ ջամփան, ճշմարտություն եւ կյանքը, առանց ինձի մեկը հորուկով չի գրնարկալ։ Հիսուս աշխարհ կալով մեզ երկնավորներուն մեջը նստեցուց։ Գիտեք, կյանքի մեջ եթե մեկը բզիկ փարիկ մրե մեզի, մենք ադոր փոխարինել գուզենք։ Վարդահայտույց լինենք։ Որբեսի անորած փարիկին դագը չմնանք։ Օրինակ, մեկը դուդ կորզմը գտնեգարելի, անոր մեզ նվեր մտանել գուզես։ Գամուստանաս, զավակ գունենաս, ասկագաններ, ծանոթներ, քեզի նվեր գփերեն, երբ որ անոնք գամուստանան զավակ գունենան, թունալ անոնց պիտի դանես։ Սակայն նայ, Աստծո քեզի դված ու փերազներուն համար Աստծո ինչ կրնաստալ։ Գրնանք Աստված բարձադրել։ Գրնանք Աստծո փամմդալ։ Աստված ինչ ունի որ իրեն բիդանք մենք։ Աստծո մեզի ռազներում համար Սամոս երկունքսի ով դեր քու ինձ ռազներու դար համար քեզի ինչ հադուցանեմ։ Աստված գսե շնորհակալ սիրտը։ Աստծո քեզ մե եւ ինձ մե ուզածը շնորհակալ քոանակ սիրտն է։ Դեսեք ինչ գսե Բոս արաքյալնորեն առաջին Թեսալոնիկեցիս 5:18-ին մեջ ամեն բանի մեջ քոհություն դվեք Աստծո վասնզի այս է Աստծո գամքը Քրիստոս Հիսուսով ծեր վրա ինչպես Աստծո գամքն է որ ամեն մեղավոր փրկվի նույնպես Աստծո գամքն է որ ամեն մեկ հավատացյալ Աստծո փառքն է Աստծո փառքը Աստծո գամքն է Աստծո բադվերն է Աստծո ուզածն է եւ բարեկամ Բոս արաքյալի պես այստացը սորվիր Քոհլալ քոթու մադուցանել փառքալ Աստծո իր քեզի ըրած փառիկներուն համար Արդարի համար մեկը չի մեռնի բայց Հիսուս մեղավորների համար մեռավ այ մենք որպես մահկանացուներ որպես մեղավորներ մահվան արժանի ենք քանի որ մեղքի վարձքը մահ է բայց Աստված մարդ արարածին շատ է սիրում եւ չի ուզում որ որևէ մեկը կորսվի այլ որ բոլորը ապաշխարեն եւ հավիտենական կյանք ունենան ահա այս հավիտենական կյանքը ժառանգելու համար էր որ Հիսուս աշխարհ եկավ եւ ինքը երկրից երկինք ճանապարհը գծեց ասաց ես եմ ճանապարհը ճշմարտությունը եւ կյանքը ով որ Հիսուսին գտնում է հավիտենական կյանքն է գտնում եւ այն մեզ հայտնվեց Աստծո ճշմարիտ խոսքով որ մեզ ապարգևել է Աստված
իր կենթանի խոսքն է մեր ձեռքերի մեջ դրել, որպիսի խոսքը լսելով հավատանք եւ այդ հավատքն է, որ մեզ պիտի փրկի։ Հա իսկ հավատքը գալիս է լսելով եւ լսելն էլ Աստծո խոսքով։ Այդպես մենք իմացանք, հավատացինք եւ այդ հավատքը Սուրբ Հոգիով մեր սրտերի մեջ կնքվեց եւ մենք գիտենք, որ այն հոգին, որ Քրիստոսին մեռելներից հարություն առնել տվեց, բոլոր նրանց, ովքեր որ Հիսուսին իբրև փրկիչ են ընդունել, նրանց էլ հարություն առնել պիտի տա։ Սրանից մեծ գործ Աստված ինչ պիտի աներ մեզ համար։ Իր միածին որդին զոհեց մեզ համար։ Մենք թերևս ոչինչի հոժար չենք լինի, որ ուրիշի համար զոհենք, բայց Աստված իր միածին որդուն զոհեց, որ մեղք չուներ իր մեջ։ Այո։ Եվ մենք արժանի չէինք։ Այո։ Մենք տշնամի էինք, մենք Աստծո օրենքը, Աստծո բադվերը գդրեր էինք, Աստծո հերացեր էինք, Աստծո գրունգ բարձրացրել էինք։ Շատ անգամ մենք գմեղատրենք Հութայի իրածը, որ Հութա 3 տարի Հիսուսի հետ քալեց, Հիսուսի հետ բդեցավ, վեշնալ համբիրով մզինք ուրացավ։ Այսօր ամեն մեկը, որ մեղքի մեջ կապրի, ինչ որ գնե Հութայի իրածն է։ Գմերժե դերը, գմերժե դերոջը փերած փրկությունը, գմերժե դերոջը իրեն համար խաչը ելած ըլլալը, իրականության մեջ Հութա երբ որ Հիսուսը ուրացավ, մերժեց, թեր Հիսուս խասված չէր։ Եվ Հութա չէր գիտեր, թե ինչ պիտի լատեր, հստակ չէր իրեն համար։ Բայց այսօր տուն, գիտես, այդ դեր Հիսուսը քեզի համար մերավ, քերեզման տրվեցավ, հարություն արավ, որ քեզ քու մեղքերդ ազատե եւ քեզ արդարացնե։ Եվ տուն ադոր համար Աստծո շնորհակալ եմ ասած եւ միակ գերբը որ փրկության համար շնորհակալ գրնասլալ անալ փրկությունը իր ցերկերեն առնելն է։ Դեր Հիսուս կեցած է փրկության փաժագը ցերկն է։ Եվ քեզի գսե եկուրար եկուր փրկվե ես քու դեղդ մերա եւ տուն հոժար ես ասելու շնորհակալ եմ դեր գարնեմ այս փրկությունը գնտունիմ իմ դեղս մերածը լալդ եթե փրկությունը չընդունիս Աստծո գսես թե ինչն եմ ինչու մերար թող չմերնեիր բետ չունեի քեզի իրեն բետ ունենալդ բետ չունենալդ Աստված մերասե երբ այս աշխարհի վրա կյանքդ վերջանա աչքդ թժողքի մեջ փանաս այն ադեմ պիտի տեսնես թե որչափ մեծ փրկությունը տուն մերժած ես որչափ մեծ փրկությունը տուն Քրիստոսի ոչը սածես չեմ ուզեր սածես եւ շնորհակալությունով իր ցերկերեն չես ընդունած Հաճախ մարդիկ ասում են Ադամն ու Եվան մեղք գործեցին իրենց մեղքի հետ մենք ինչ կապ ունենք իրենք մեղք գործեցին թող իրենք պատասխան տան մեզ ինչ սակայն Աստված իր խոսքի միջոցով մեզ հայտնում է, որ այդ մեղքը շարունակաբար սերունդից սերունդ անցավ, եւ ինչպես Եսայի մարգարեն է գրում, որ ձերի մեղքի ծախվեցիք եւ առանց տակի փրկությունը պիտի ժառանգեք։ Մենք պետքություն չունենք վճարելու այդ բանի համար, աշխատելու համար, փրկությունը կայացած է։ Հիսուս այդ թանկագին արյունը թափեց։ Աստծո առջև ընդունելի գտնվելու համար փոխանորդական մի մահ էր պետք Եվ Հիսուս ինքը այդ մահը կատարեց, փոխանորդական մահը, մեր եւ Աստծո միջև եղած թշնամության այդ պատը, որ մեղքն է, քանդեց եւ մեզ մեր երկնավոր հոր հետ հաշտեցրեց եւ խաղաղություն բերեց։ Այո։ Ուզում եք տիրանալ այս ամենին։ Շատ դյուրին է ճանապարհը։ Սրտիդ մեջ Հիսուսին իբրև փրկիչ ընդունես, այո ասես եւ բերնովդ խոստովանես։ Պետքություն չկա, որ դուրսը ելնես եւ մարդկանց ասես այդ բանը։ Քու սենյակիդ մեջ անգամ։ Ծունկի գաս եւ ասես Տեր Հիսուս, ես մեղավոր եմ, ընդունում եմ քեզ, հավատում եմ քո բերած փրկagorցյան եւ Աստված պիտի ջնջի քո մեղքերդ չհիշելու պայմանով եւ ինչպես գրված է, որքան որ արևելք արևմուտքից հեռու է, այնքան պիտի հեռացնե քո մեղքերդ չհիշելու պայմանով։ Այո։ Այո։ Գմախտեմ, գաութեմ,
Այո։ որ այս կապանության օրը եւ այս տարին դարբեր դարի մալա մենք որպես հայեր Աստծո կողմից մատուցանուլ չենք 1700 տարվա քրիստոնեության համար այո գտնենք այո գիշենք Աստծո փառք ուտանք որ հայերը քոնե անունով քրիստոնյա ենք ադալփամ մնե ադալորտություն մնե որ դերը չենք ուրացեր ավետարանը չենք ուրացեր որ դակավին անունով քրիստոնյաներ ենք սակայն եկեք Աստծո փառք տալով ճշմարիտ իրական քրիստոնյաներ ըլլանք հավատանք Հիսուս Քրիստոսի եւ այս 1700-ամյակը թող մեզի համար արտնության Աստծո դառնալու Աստծո հավատալու դարիներ ըլլան օրեր ըլլան որ մենք դերոջը հանձնվենք եւ թող այս օրը եթե այսօր գտիդեք ասիգա կապանտյան օրը եթե ընտանիքով նստած եք հորմով մորմով զավակներով բամը թատրեցեք ձեր խոսակցությունը բամը ամեն բան ցկեցեք Աստծո փառք տվեք շնորհակալություն հայտնեցեք ցեզի դված ցանկին համար ցեզի դված առողջության համար այս երկրին համար որը բարիկները կվայելեք Հիսուս Քրիստոսի համար որ մեզի փրկություն բերած է եւ թող Աստված այս տարին մեզի համար օրտնյալ դարիման է Կարդալ գործ առաջի մնացորդած գրքից 29 համարից այն սքանչելի փառաբանություն է ամենակալ մեր երկնավոր հորը ով Տեր մեծությունը զորությունը փառքը պայծառությունն ու վայելչությունը քոնն են քանզի բոլոր երկնքի ու երկրի վրա եղածը քոնն է ով Տեր թագավորությունը քոնն է եւ դու իբրև գլուխ ամենից բարձրացյալն ես եւ հարստությունը փառքը քեզ մեծ են եւ ամենուն իշխանը դուն ես եւ զորությունն ու կարողությունը քո ձեռքիդ մեջ են եւ մեկը մեծցնելն ու ուժովցնելը քո ձեռքդ է եւ հիմա ով մեր Աստվածը քեզի գոհություն կտանք ու քո փառավորյալ անունդ կորտնենք հավիտյանս ամեն ամեն Պատվելի կուզեի որ այսօրվա մեր հաղորդումը ավարտենք ձեր աղոթքով նախ փառաբանության աղոթք ապա մեր ժողովրդի համար աղոթք սիրով մեր հոգու ցավն է որ մեր հայրենակիցներն էլ ճշմարիտ քրիստոնյաներ լինեն ամեն լավ աղոթենք սիրելիներ երկնավոր հայր մեր Աստվածը մեր ստեղծիչը քեզի քոթյուն փառք երկրբակություն շնորհակալություն գմադուսանենք քանի որ ցուն արժանի ես շնորհակալ ենք քեզ մեզ իրաց բոլոր փառիկներուն համար գանքին համար առողջության համար մեզի փերած մեծ փրկության համար հավիտենական փրկության համար շնորհակալ ենք ով դեր որ մեր հասկացած լեզվովը ավետարանը քու խոսքը քու գենարար խոսքը մեր ցերկերում մեջ ունենք որ մեզի ուղղություն գուտա որ մեր արժև են գերտա շնորհակալ ենք ով դեր որ ամեն անոնք որ քեզ ընդունած են անոնց Աստծո որդի լալու իշխանություն տված ես փառք լա քեզի շնորհակալ ենք Տեր Հիսուս որ այս երկրի մեջ ազատություն ունենք այսպես հերադիսիլներով դարբեր միջոցներով մեր հայասկին քու ավետարանդ հասցնելու կարողությունը տված ես թյուրությունները տված ես օրտնես մեր ասկով դեր օրտնես ով Տեր Հիսուս հայ ժողովուրդը սակայն ով Տեր Հիսուս գիտենք որ չափադեն որ մենք մեղքի մեջ ապրենք քեզ մե արդ օրտնություններու արժանի չեն կրնարլալ գաուտենք հայ ասկին արտնության համար ով Տեր Հիսուս առաջնորդներեն սկսյալ մինչև ամենահերինը որ ով Տեր անոնց հոգին աչքերը փանաս անոնք տեսնեն թե ինչ վիճակներու մեջ են եւ ով Տեր քու փրկարար զորությունը ամեն մեկ հայորդի հասնի ով Սուրբ Հոգի Աստված արթնցնես մեր ասկը փրկություն դասով Տեր Հիսուս համոզես որ անոնք իրենց մեղքերը տեսնելով քեզի դառնան քեզի հանձնվին եւ ով Տեր ինչպես 1700 տարի առաջ այսօրալ դաս որ մեր հայ ասկը
արթնալով լման քեզի թարնա ովդեր եւ հայ ասկեն միսիոնարներ ավետարանիչներ լեն երթալու հեթանոս երգիրները քու փրկարար ավետարանը դանելու այս բոլորը գաոթենք Հիսուս Քրիստոսի անունով փառտալով հոր որդուն եւ հոգուն սրբո երրորդության աստուծույն ամեն Սիրելի բարեկամներ, գոհնակ սրտով փառք տանք ամենակալ Տեր Աստծուն եւ Աստվածային շնորհքը, ողորմությունները եւ օրհնությունները ձեր ընտանիքների մեջ թող թագավորեն։ Ամեն։